Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, ապրիլի 27 Աստված, մեր Աստվածը մեզ կօրհնի, Սաղմոս 67:6 Զարմանալի է, թե մենք որքան քիչ ենք օգտվում Աստծո մեզ տրված հոգևոր օրհնություններից, սակայն ավելի զարմանալի է այն, թե որքան քիչ ենք մենք օգտագործում իր իսկ Աստծո հնարավորությունները։ Թեև նա մեր Աստվածն է, մենք հաճախ չենք անհանգստացնում նրան և շատ քիչ բան ենք խնդրում, ինչ հազվադեպ ենք դիմում նրա օգնությանը, որքան հաճախ ենք կարգավորում մեր գործերը առանց նրա առաջնորդությունը փնտրելու։ Հենց դա է մեր դժբախտությունների պատճառը, որ մեր բեռը մենք ինքներս ենք տանում, փոխարենը այն Տիրոջ վրա դնելու և նրա պաշտպանությունը նախապես մեզ համար ապահովելու։ Եվ բնավ ոչ մի այն պատճառով, որ իրավունք չունենք խնդրելու, քանի որ Տերն ինքն է ասում. «Ես ձերն եմ, եկեք ու օգտվեք իմ հնարավորություններից, ամեն ժամանակ եկեք իմ պահեստների մոտ»։ Որքան հաճախակի գաք, այնքան ցանկալի կլինեք։ Մենք ինքներս մեղավոր կլինենք, եթե չօգտվենք Աստծո առատությունից։ Եթե ունես ընկեր, և նա հրավիրում է քեզ վերցրու նրանից ամեն օր, դու հավիտյան չես ծարավի, եթե գաս նրա մոտ։ Դու երբեք չես վախենա նրա օգնությունը ստանալով։ Դու կստանաս այն ամենը, ինչի կարիքը ունես, գալով նրա գանձերի մոտ։ Հասիր նրան, որ Աստված քեզ համար դառնա ամենը։ Նա կարող է քեզ տալ ամեն բան, կամ որ ավելի լավ է փոխարինել այդ ամենն իրենով։ Այդ դեպքում ինձ թույլ կտամ դրդել քեզ օգտվել նրա հնարավորություններից։ Դու կարող ես անել դա աղոթքով։ Արի նրա մոտ հաճախակի, քանի որ նա քո Աստվածն է։ Բաց մի թող այդ մեծագույն առանձնաշնորհումը։ Թևերով ճախրիր նրա մոտ, պատմիր քո բոլոր կարիքների մասին։ Դու կարող ես դա անել ամեն ժամանակ հավատով։ Եթե հիմա քո կյանքը սուզվել է խավարի մեջ, Աստծուն օգտագործիր որպես արև։ Եթե զորեղ թշնամին քեզ պաշարել է, քեզ համար որպես վահան օգտագործիր Տեր Աստծուն։ Նա արև ու վահան է իր ամբողջ ժողովրդի համար։ Եթե դու մոլորվել ես կյանքի լաբիրինթոցներում, նրան որպես ուղեցույց օգտագործիր, և նա քեզ ուղղություն կտա։ Ով էլ որ լինես և որտեղ էլ որ ապրես, հիշիր, Աստված այն ամենն է, ինչ քեզ հարկավոր է։